Ողջույն բոլորին, այս տեսանյութում հաջորդ շաբաթվա կանխատեսումն է, մի փոքր ուշ եղավ, հաջորդ անգամ արդեն կպահպանեմ օրը, կլինի միշտ այն օրը, երբ որ միշտ տեղադրում եմ ալիքում։ Նաև ձայնագրել եմ երկու հորոսկոպներ, որոնք որ կտեղադրեմ աստղաբանության ալիքում, ցանկացողները կարող են նայել, ձեր մասին է, բոլորի մասին է իհարկե, տարվա բոլոր օրերին, ծնվածների մասին է, դե իհարկե ոչ ամեն օրվա ծնվածի, ինչ որ ժամանակահատվածի այդպես ծնվածի մարդու համար։ Եթե ցանկություն կունենաք, ապա կարող եք նայել։ Դե տեսնենք ինչ է սպասվում մեզ բոլորիս այս շաբաթը։ Տեսնենք ինչ կլինի մեզ բոլորիս հետ։ Եվ այստեղ եւս ինչպես որ միշտ այս քարտերով գնանք ընդհանուր ֆոնը, մնացած արդեն մնացած ոլորտները, որոնք որ մեզ անհրաժեշտ են։ Ահա, մոռացել էի տարվա ծնվածների համար տեղադրեի, նույնպես չեմ հասցնի արդեն ժամը գրելու, որովհետև դեռ ես պետք է հիմա այստեղ խոսեմ։ Ոչինչ, հուսով եմ մարդիկ կհասկանան։ Ահա, այս անգամ առանց ժամ է լինելու, ոչինչ, մի փոքր կողակ առաջ տալ եւ նայել։ Դե մենք սկսենք, տեսնենք ինչ է մեզ բոլորի սպասվելու այս շաբաթվա ընթացքում։ Գնայենք խոյերին։ Սկսենք իհարկե խոյերից։ Տեսնենք ընդհանուր ֆոնը, ինչ է սպասվում խոյերին մայիսի 4-ից մինչև 10-ը։ Ինչ է սպասվում խոյերին մայիսի 4-ից 10-ը։ Տեսնենք, ընդհանուր ֆոնը տանն է, ավելի շատ տան հետ կապված կլինի, այն ինչ որ դուք ցանկանում եք անել։ Միգուցե տեղափոխվում եք, միգուցե վերանորոգում եք սկսում, տուն եք փնտրում, տուն եք ինչ որ միգուցե ուբոր անում։ Հյուրեր կարող եք ընդունել այս շաբաթ եւ հյուրերը մնան այս շաբաթ ձեր տանը, կամ դուք գնաք ինչ որ մեկի տանը հյուր մնաք մեկ շաբաթ։ Տեսնենք ընդհանուր հիմա ինչ է սպասվելու խոյերին։ Ուրեմն ընտանեկան կյանքը կայուն է, ընտանեկան հարաբերությունները նորմալ են, եթե ոչ խնդիրներ կար, ապա հիմա այդ ամենը կարգավորվում է, նորմալ է։ Նաև եթե նոր ծանոթություն է, ամեն ինչ լուրջ է, լուրջ հիմք է, լուրջ սկիզբ է։ Նաև ովքեր որ արդեն շփվում են, այդ հարաբերությունները ավելի կլրջանան, ավելի կամրապնդվեն։ Աշխատանքի հետ կապված մի փոքր խնդիրներ կան, ուշադիր եղեք, որ հեղինակությունը չկորցնեք, ուշադիր եղեք, որպեսզի աշխատանքը չկորցնեք, խնդիրներ կան աշխատանքի վայրում, հարգանքը չկորցնեք, աշխատանքը հենց չկորցնեք, նայեք, աշխատանքն էլ կա հենց, ուշադիր եղեք, ովքեր որ աշխատում են այստեղ, անպայման, ուշադիր եղեք, որպեսզի խնդիրներ չլինեն աշխատանքի վայրում։ Գումարային առումով փոփոխություններ կլինեն, փոփոխությունը ընդհանրապես դեպի լավն է, ուղղակի եթե աշխատանքի հետ է կապված, դա կարող է լինել ուղղակի աշխատանքի փոփոխություն եւս, կարող է մեկը կորցնում եք, մյուսն եք գտնում եւ ավելի բարձր եկամուտներով։ Գումարը կծախսեք գուցե հղիության վրա, երեխաների վրա, նաեւ գումար կարող եք ստանալ, փոխանցեն ձեզ գումար, դուք ինչ որ մեկին գումար փոխանցեք, գուցե ինչ որ բան եք պատվիրում եւ այդպես ոնց որ պատվերի համար եք վճարում։ Գումարը կարող եք ծախսել ճանապարհորդության վրա, տեղափոխության վրա, տանից տուն եք տեղափոխվում կամ գնում եք բայց այդտեղ հանգստանալու այդտեղ կարող եք գումար ծախսել։ Առողջության հետ կապված ուշադրություն դարձրեք արյան շրջանառությանը, որտեղ հենց խնդիրները կապված են արյան շրջանառության հետ։ Անպայման ուշադրություն դարձրեք։ Միայն դա է խնդիր առողջության, ուրիշ խնդիր այստեղ գոյություն չունի։
Եք եթե թեկուզ կորցնեք աշխատանք, այնտեղ տունը կա, դա նշանակում է, որ կարող եք տանը անել աշխատանք, տանը ինչ-որ գործեր անել։ Գուցե դրա համար է, հա, այդպես ընկել, որ չնեղվեք, եթե ինչ-որ մի բան կլինի։ Բայց ինչու աշխատանքը կորցնեք, եթե կարող եք ուղղակի այնպես անել, որ ամեն ինչ նորմալ լինի։ Ինչու պետք է կորցնել աշխատանքը։ Այսքանը ձեզ համար ուշադրությունը լավ բան է եւ զգուշացում կա այստեղ։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Տեսնենք ինչ է սպասվում ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 4-ից 10-ը։ Էլի տուն խոյերի նման։ Տնարար են բոլորը դարձել։ Տան հետ է կապված։ Տան տեղափոխություն, տան վճար, հյուրեր, նոր գանձեր տուն, վերանորոգում սկսեք ու բորկա սկսեք։ Տանը մեկ շաբաթ կարող հյուր գալ, մնալ այդտեղ կամ դուք գնաք հյուր մնաք։ Ինչ որ պահեր են այստեղ տան հետ կապված։ Եկող տուն եք փնտրում, տուն եք գնում, տուն եք վաճառում։ Կարևոր է տունը, տան մեջ ինչ որ բան եք սկսում։ Տեսնենք ինչ է սպասվում ցուլերին, նայեցեք։ Ընտանիքում է խնդիր, դրա համար է տունն է այստեղ ցույց տալիս։ Ընտանեկան վիճակն է վատ։ Այդքան էլ լավ վիճակում չէ։ Տան հարաբերություններ, տան մեկը մյուսի հետ կապված հարաբերություններ։ Դրա համար է ցույց տալիս տուն, ընտանիք։ Կարող եք վիճել, կարող եք կտրուկ քայլ անել։ Այդ պահերը բավականին երկար մտածեք, մինչև կտրուկ քայլ անելը։ Շատ երկար, շատ։ Միշտ ապեք ոչ մի հարցում այստեղ։ Կարող եք շատ իմպուլսիվ որոշում կայացնել։ Եթե որոշեք, որ բոլոր խնդիրները դնում եք մի կողմ եւ սկսում եք ուրիշ ձև ապրել, այսինքն հիմքից ամեն ինչ փոխում եք, ձեզ մոտ դա արդեն մեկ այլ հարց է։ Եթե ոչ, այստեղ պետք է իրոք ուշադիր լինեք, որովհետեւ խնդիրները ձեզ մոտ բերում են նրան, որ դուք կարող եք կտրուկ քայլի դիմել։ Ձեր անձնական հարաբերություններում, ովքեր որ այստեղ շփվում են, եթե նոր եք ուզում շփվեք ինչ-որ մեկի հետ, այստեղ դժվար է, ամիջապես մերժում կստանաք, եթե մոտենաք այս շաբաթ։ Դուք կարող եք մերժել ինչ-որ մեկին առանց որևիցե հնարավորություն տալու իրեն։ Աշխատանքում, զարգացում, ծաղկում, հիանալի պահեր են աշխատանքի հետ կապված, նոման կարող են աշխատանքի ընդունվել, ոչ լավ լուր լսեք աշխատանքի հետ կապված, նաև եթե բիզնես ունեք, բիզնեսն է ծաղկում, առաջ է գնում, որից անակնկալներ կարող են լինել աշխատանքի վայրում, աշխատանքի հետ կապված, բիզնեսի հետ կապված, որ ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Ոմանք այստեղ աշխատանքային սիրավեպ կարող են սկսել, ինչ-որ մեկի հետ նոր ծանոթություն լինի, կամ նոր ինչ-որ մեկը գա, կամ նոր սեր այդպես ծնվի եւ աշխատակիցներից ոչ մեկի հետ սիրավեպ ունենաք։ Նաև կարող է ձեր բիզնեսի կամ ձեր աշխատանքի վայրի այնտեղ ինչ-որ տարեդարձ է, կամ այնտեղ ոչ մեկի տարեդարձն է, ինչ-որ անակնկալներ եւ նվերներ կարող են լինել։ Գումարի հետ կապված կարող եք նամակագրական կապի մեջ լինել ինչ-որ մեկի հետ, հետո գումար փոխանցեն, արժեքներ ասեք, իրենք արժեքներ ասեն, ոչ փաստաթուղթ ստանաք, որտեղ որ մեջը գումար է նշված, այդպես ինչ-որ հարցեր կարող են լինել։ Եվ դուք ինքներդ կարող եք հաշվարկել, վերահաշվարկել նաև ձեր ծախսերը, ինչքան եք դուրս տալիս ընդհանրապես, ինչքան եք ծախսանում մեկ շաբաթվա ընթացքում, մեկ ամսվա ընթացքում եւ կարողանաք, որ սկսեք տնօրինել ձեր ծախսերը։ Դա նաև ցուցակ է, որ ցուցակ կարող եք կազմել, հետո գնալ այդ ցուցակի հիման վրա գումար ծախսել եւ գնել այն ինչ որ ուզում եք։
Ինչ որ տեղեկատվություն կլսեք, ինչ որ նորություն մի բան կլսեք, գումարային հարցերի հետ կապված, միգուցե բանկից է, միգուցե մեկ այլ տեղից է, որտեղ էլի կապ կա ֆինանսների հետ։ Ինչ որ մեկը կարող է գրել ձեզ, գումար ուզել, դուք կարող եք գրել ինչ որ մեկին, գումար ուզել։ Այդպես։ Եվ առողջությունը բացարձակապես կայուն է, առողջության հետ կապված ոչ մի խնդիրներ գոյություն չունեն։ Եթե անգամ խնդիրները կային, այդ ամենը անցնում է ձեզ մոտ առանց ոչինչ ինչ-որ խնդրի։ Այնպես որ ամեն ինչ նորմալ է առողջության առումով։ Միայն անձնականն է ձեզ մոտ, որ խնդիր է, այն էլ ցանկության դեպքում կարող եք լուծել։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 4-ից 10-ը։ Ընդհանուր ֆոնը հաջողություն է։ Դա նշանակում է այս շաբաթ ինչ անեք, հաջողություն կունենաք։ Հաջողությամբ վարկ եք վերցնում, ճանապարհորդում եք, ինչ որ մի բան է, որը հաջողությամբ կանցնի այս շաբաթ։ Կամ ինչ որ պայմանագիր եք կնքում, շատ կարևոր ձեզ համար։ Տեսնենք ինչ է սպասվում եկվորյակներին։ Նույն քարտերն են ընկնում, ոնց որ նույն բաները խոսած։ Դե հիմա այստեղ անձնական հարաբերություններում նոր ինչ-որ մի բան կհեշտանա հաշտվելը, կհեշտանա դիմացինի հետ ծանոթանալը, կհեշտանա շփվելը, հարաբերությունները առաջ տանելը, եթե պետք է գնաք ծնողների հետ հանդիպել եւս էլի այդ ամենը ոնց որ ավելի հեշտ կտրվի, ավելի թեթև կանցնի այդ հարցերը։ Նոր ծանոթությունը եւս ավելի հեշտ ձեզ կտրվի, եթե ուզում եք ինչ-որ մեկի հետ ծանոթանալ, շատ հեշտ է, մարդը ոնց որ դե բարևեցիք, բարևում է, այդպես։ Հա, ոնց որ ամեն ինչը շատ հանգիստ է։ Նաև ընտանիքում ոչ մի բանը եւս էլի ձեզ հեշտ կտրվի, այսինքն կապ չունի միայն հարաբերությունները, սա ընտանեկան կյանքն է նաև, այ ոմանց համար, ովքեր ընտանիք ունեն։ Ընտանիքում ինչ-որ մի բան շատ ավելի հեշտությամբ կստացվի, կօգնեն ձեզ, որ այդ հարցը լուծեք, կօգնեն ձեզ, որ անեք դա, կօգնեն, որ հաշտվի ընտանիքը, տուն ձեռք բերեք, այն ինչ-որ մի բան է, որը ընտանիքին է եւս վերաբերվում։ Կարող է ինչ-որ փաստաթուղթեր պետք, որ ձեզ ավելի լավ զգայիք ընտանիքով, դա եւս կարող է լինել եւ դուք այդպես է, ոնց որ ձեզ ավելի թեթև կզգաք, այդ հարցը լուծված կհամարեք։ Աշխատանքի հետ կապված ոմանք կընդունվեն աշխատանքի, առաջ խաղացում կլինի աշխատանքում, այնտեղ կարող է ինչ-որ մի տոն է, որը պետք է նշեք, դուք կարող եք նշել աշխատանքի ընդունելությունը, ինչ-որ անակնկալ պահեր կլինեն աշխատանքի հետ կապված, այնտեղից նորություն կլսեք, բիզնեսը կարող է նաև առաջ գնալ, ծաղկել, աշխատանքը նույնպես, հա, առաջ խաղացում, այսպես ինչ-որ առաջ գնաք։ Ոմանք կարող է ինչ-որ մի բան անեն աշխատանքի վայրում եւ դա լինի հաջողակ, հա, հաջողությամբ եւ դա նշեք, ինչ-որ կարող ավարտում եք ոչ մի աշխատանք, ոչ մի պրոյեկտ եւ տնօրենը ձեզ խրախուսում է դրա համար։ Որտեղ այստեղ կա հնարավոր է, հա, գումարը վճարում է հավելյալ թեկուզ, ոչ է տղամարդ ձեզ։ Այնպես որ կարող է խրախուսում է այդ գործը լավ անելու համար, որ անհանգստանալու կարիք չկա այդ գործի հետ կապված։ Գումարը կարող եք տալ ոչ է տղամարդու, գումար կարող եք ուզել որևիցե տղամարդուց, եթե այդպես հա ցանկանում եք։ Եթե կարիքը կա ավելի շուտ, ոչ թե ցանկանում եք։ Նաև ձեր հենց տնօրենն է, կանչում է եւ ձեզ գումար է տալիս, արդեն 4-ից 10-ն է, հնարավոր է աշխատավարձի ժամանակահատվածն է ոմանց համար։ Այնպես որ այստեղ հա գումարը ավելի շատ տղամարդու հետ է կապված։ Գուցե տան վարձ եք տալիս, այդպես բոնուս են ձեզ տալիս, պարտքն է վերադարձնում ոչ է տղամարդ կամ դուք եք պարտքը վերադարձնում ոչ է տղամարդու։ Գումարային հարցեր են այդ տղամարդու հետ կապված։ Առողջությունը բացարձակապես ոչ մի խնդիր չունեք, դեռ պոպոքի նման էլ առողջ եք, այնպես որ ամեն ինչ կհասցնեք այս շաբաթ։
ամեն ինչը հիանալի է, ոչ մի բարդ քարտ չեմ տեսնում, ոչ մի վատ քարտ չեմ տեսնում, որ ասեմ, ինչ որ ոլորտ ձեզ մոտ այնպես չէ։ Բոլոր ոլորտները ձեզ մոտ լավ են այս շաբաթ։ Ուղղակի պետք է մարդը վայելի եւ խնդիրներ չստեղծի այդ ոլորտում, ուրիշ ոչինչ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Միացած ինչ։ Իստված մի պա անջատեցի, իստված անջատված։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 4-ից 10-ը։ Հաջողություն, նոր դռներ են բացվելու ձեր առջև այս շաբաթ, նոր հնարավորություններ։ Ոմանք էլ կարող են ինչ-որ գործեր անել, ավարտել եւ այդ դռները փակել եւ այլևս չանդրադառնալ այդ հարցին, վերջակետ դնել որևէ խնդրի։ Սա նաեւ նոր դուռ է, նոր հնարավորություններ են որևէ ոլորտում ավելի լավ ինչ-որ մի բան անելու համար, ստեղծելու համար։ Դա այստեղ կարող է երևալ նաեւ որ ոլորտին է դա վերաբերվում, հա, տեսնենք որ ոլորտին է վերաբերվում։ Դեպս հաջողակ շաբաթ է սա ձեզ համար։ Եթե անգամ խնդիրները կլինեն որևէ ոլորտում, պետք է հասկանաք, որ ի վերջո հաջողություն եք ունենալու։ Ում պետք է դռները փակեք, որ դա այլևս ձեզ չանհանգստացնի։ Տեսնենք ինչ է սպասվում խեցգետիններին։ Այստեղ հարաբերություններում ինչ-որ մի բան կգնա։ Նայեք, այստեղ կարող է ինչ-որ մի բանի դուռը փակեք։ Ոմանք իրոք հարաբերությունների դուռ են փակում։ Բայց դա ձեզ համար հաջողություն է։ Դա այն հարաբերությունները չէին, որ պետք է դուք շարունակեիք։ Հասկանում եք, դա այն հարաբերություններն են, որոնք որ պետք է գնան եւ ձեզ հանգիստ թողեն։ Միգուցե ոչ թե հարաբերություններն է գնում, այլ ինչ-որ խնդիր հարաբերությունների։ Արդեն հասունացել է եւ ի վերջո պետք է այդ խնդրից ազատվեք։ Տան անդամները դեռ ինչ-որ խնդրից պետք է ազատվեն եւ շատ հեշտությամբ այդ խնդրից կարողանում եք ազատվել։ Գնում է այդ խնդիրը ձեզանից։ Եվ եթե անգամ ինչ-որ մեկի հետ եք շփվում իր հետ խնդիր լինի եւ ամեն մեկը գնա իր ճանապարհին, սա նորին տեղ է բացում։ Նոր հնարավորությունները նոր մարդու հետ ծանոթանալու համար։ Նա ուրեմն ձերը չէր։ Եթե ինչ-որ մարդիկ հատկապես շփվելու ընթացքում գնում են, ուրեմն իրանք մեր հետ այս կյանքում չպետք է քայլեն։ Հա, մարդը տառապում է, տանջվում է, բայց պետք է հասկանալ հենց դա, որ իրենք մեր հետ շարունակական չեն գնալու առաջ։ Դե համար իրենք գնում են մեր կյանքից։ Ընկերներ, ընկերուհիներ, սիրելիներ, այդ դուք եք սիրում։ Դիմացինը եթե սիրի չի գնա։ Դրա համար ինքը եկել էր ինչ-որ մի բան ստանալու եւ ինքը գնաց։ Ու վերջ։ Եվ այստեղ աշխատանքի հետ կապված խնդիրներ ունեք, այդտեղ կարող աշխատանքի վայրում բավական բարկանում եք, այստեղ դուռ չփակեք, ամենակարևորը։ Ինչ-որ բան այնտեղ ձեզ ստիպում, որպեսզի բարկանաք, լարվեք աշխատանքի վայրում, բայց տեսնենք ինչն է պատճառը։ Տեսնենք։ Ոչ կին է, գուցե մենեջերն է, կոպիտ է խոսում, տնօրենն է, կոպիտ է խոսում, եթե դուք բարկանում եք, կամ այնտեղ աշխատակցուհի է, որը ավելի շատ է քսմսվում, եթե դուք նյարդայնանում եք այդ վիճակից, այստեղ ուշադիր եղեք, որտեղ այնտեղ դուռ փակել կա, նաև որպեսզի դուռ չփակեք։ Սա շատ ուշադիր եղեք։ Եկեք կարող բարկանաք, բարկանում եք այդ աղջիկի վրա, որ իր վերաբերմունքից եք բարկանում, այնտեղ լարված եք, որ ինքը կա, չէ՞ որ օրինակ մենեջերը լարված է պահում բոլորին, կամ զզվելի է, բնական է, ոնց որ մարդը արդեն առավոտյան լարված է գնում, հենց առաջին բառը էլի ասում ով էլի պետք է դրանց տեսնեմ կամ դրան տեսնեմ։ Դա հենց արդեն այս վիճակն է ձեր, որ կարող գնալ իրեն տեսնել։ Ում է էլի դրա հետ եմ աշխատելու օրինակ, հա նման ինչ-որ բահեր կարող լինեն ձեզ մոտ։ Կամ այս կինը կարող ձեզ հանգստացնել։ Եթե բարկանաք այնտեղ վիճակ ինչ-որ մարդկանց հետ, ապա այս կինը կարող ձեզ հանգստացնել։ Գո տնօրենն է իրոք, գո մենեջերն է, գո այնտեղ աշխատակիցների հետ յոլա չեք գնում, ինչ-որ մի ձևով խոսում եք, կամ հաճախորդների հետ, ինչու միայն աշխատողների, եւ հանգստացնում է ձեզ այդ կինը, որ հանգստանաք։
իր վարքագծից, կարող եք բորբոքվել, ինչ որ բանից։ Գումարային առումով գումարները առաջ են գնում, գուցե նաև բոնուս եք ստանում, առաջ խաղացում կա, եթե կողքից բիզնես ունեք, ապա եւս դա նշանակում է, որ հավելյալ գումար է գալու ձեզ մոտ, հավելյալ եկամուտ եք ունենալու, նաև գումարը կարող եք ծախսել անակնկալների վրա, նվերների վրա այս շաբաթ, կամ արժեքավոր նվեր ստանաք, որը ձեզ համար շատ կարևոր կլինի։ Ինչ որ պահեր են, որ ձեզ կուրախացնի, կամ զվարճանքի վրա կարող գումար ծախսել, կամ ձեր ուրախությունների վրա, այնպիսի մի իր կարող եք ձեռք բերել, որ վաղուց եք ուզում եւ հիմա վերջապես ձեռք եք բերում այդ իրը եւ այդպես բարձր տրամադրություն ունեք։ Առողջության հետ կապված ուշադրություն է պետք դարձնել անպայման, այստեղ կարող է մանր բան է, փոքր բան է, բայց դուք ուշադրություն չեք դարձնում դրան։ Դե համար լավ ուշադրություն դարձրեք յուրաքանչյուր process-ի։ Եթե թեկուզ ինչ-որ գլխացավ է 2-3 օր է ցավում, ինչ-որ պահեր են, թմրածություն է եւ այլն, եթե շարժում է, դուք կարող եք, հա դե լավ, դե ձեռքը շատ շարժեցի, թմրեց կամ չգիտեմ ինչ էր։ Այդ դա էս օրինակ եմ բերում։ Այդ մանր բոլոր տեսակի խնդիրներին անպայման ուշադրություն դարձրեք այս շաբաթ, որպեսզի այն նրանք չմեծանան։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք առյուծների։ Տեսնենք ինչ է սպասվում առյուծների։ Սեր, տղա։ Ինչ է սպասվում առյուծներին մայիսի 4-ից 10-ը։ Ընդհանուր ֆոնը ուսումն է։ Ուսում, շատ կսովորեք, ուսման հետ կապված հարցեր են, գուցե ձեր երեխայի, դե վերջին զանգ է եւ կարող է իրոք ավելի շատ տարվա լինեք ձեր երեխայի ուսմամբ, քննություններով, պարապելով այդպես։ Նաեւ ոչ է գաղտնիք կբացահայտվի, այս շաբաթ ձեզ համար շատ կարեւոր է։ Ոչ է պայմանագիր կկնքեք, պետական հիմնարկության հետ դա կարող է լինել։ Ոմանք կարող են նաեւ զաքսավորվել, փոխել իրենց կյանքի էջը, գրքի էջը եւ սկսեք ուրիշ ձև արդեն ապրել, ուրիշ ձև անել ամեն ինչը։ Ուրիշ ձևով նայել այս կամ այն հարցին։ Տեսնենք, ինչ է սպասվում առուսներին։ Այստեղ ոմանք աշխատանքային պայմանագիր կարող են կնքել նաեւ։ Ոչ պայմանագիր է։ Բիզնեսի հետ կարող է դա կապված լինել, եթե բիզնես ունեք, գործընկեր գտնելու։ Այստեղ անձնական հարաբերություններում ծանոթություն է։ Նոր տղայի հետ, եթե աղջիկ եք, նաև սա մի խոսքով նոր ծանոթություն է երկու սեռի ներկայացուցիչների հետ, հա, հետո չասեք, տղաների համար չասեցի, կապ չունի։ Անձնական հարաբերություններում ընկել է ֆիգուր։ Դա նշանակում է, որ ոչ է մարդ է մտնելու ձեր կյանք։ Դա նաև ձեր տղան կարող է գալ բանակից, ամուսինը վերադառնալ տուն, կամ միավորվեք, կրկիների նույն ընտանիք կազմեք։ Ձեր երկրորդ կեսի մոտ կարող է ինչ-որ մի բան փոխվել այս շաբաթ։ Դա շատ կարևոր մի բան, որ ձեզ էլ է վերաբերվում։ Այն որից է գաղտնիք կարող է բացահայտվել, ինչ-որ մեկը կարող է սեր խոստովանել ձեզ, կամ իր մասին ինչ-որ գաղտնիք իմանաք, դա եւս չի բացառվում, հա, ձեր երկրորդ կեսին։ Այն աշխատանքում է այստեղ։ Աշխատանքում ոչ մի բան կբացահայտվի ձեզ համար, աշխատանքի հետ կապված հնարավոր է նաև ուսում, սովորեք, գնաք կամ իրենք ուղարկեն կամ դուք գնաք հավելյալ դասընթացների, որպեսզի ավելի լավացնեք ձեր հմտությունները։ Գիտեք, մինչև B-ն, B-ից հետո G-ն, հա, պետք է գնաք անպայման սովորեք, որ ավելի լավ մասնագետ լինեք կամ նաև բարձրացնեն ձեզ որպես մասնագետ, հա, ձեր առաջ խաղացում ունենաք ձեր աշխատանքի վայրում։ Սա նաև նոր աշխատանք կարող է լինել։ Կամ սկսեք ուրիշ ձև աշխատել, սկսեք նոր բան, ոնց որ նոր գրքի էջից։ Աշխատում եք մինչև հիմա օրինակ խմորեղենի արտադրամասում, ահա, շլափել այստեղ այսեք քսում եք, կրեմն եք քսում, մեկին ելակ եք դնում։ Հիմա ոնց որ այս շաբաթ արդեն ոնց որ սկսում եք ուրիշ ձև, վերջ։ Մի հատ սա դասավորելու եմ, հետո սա, հա, ինչ որ նոր էջ եք մտնում, նոր ձևով եք սկսում աշխատել։ Բիզնեսը նույնպես, արդեն ոնց որ ամեն ինչը կարգ ու կանոնով։
ճիշտ տեղադրված եւ այստեղ չի բացառվում աշխատանքային պայմանագիր։ Դե միգուցե իրոք փորձաշրջան է սա ոմանց համար, այսինքն գնացիք փորձաշրջան, կամ ձեզ դուր կգա, կամ ձեզ դուր չգա, հա, այդպես կողը, նաև այս շաբաթը ոմանց համար լինի փորձաշրջան։ Գիտեք, ովքեր որ գիտեն այս մասը, ես շատ կուզենայի, որ իմանայի, ես ինքս եմ լսել աշխատանքի հետ կապված, որ յուրաքանչյուր նախարարից եմ լսել, որ յուրաքանչյուր փորձաշրջան վճարովի է։ Եվ եթե ինչ-որ նման օրենքը իրոք ուժի մեջ է մտած, ապա ինչու չեն գործում, ինչու չի գործում եւ պետք է անպայման պահանջել որտեղ որ գնում եք, պայմանագիր պետք է կնքեք այդ փորձաշրջան անցնելու համար։ Թե չէ գիտեք, ամեն մեկը կկանչի ինչ-որ մեկին փորձաշրջան, ահա 1 ամիս ոչ ոքին աշխատավարձ չի տա, ու վերջ։ 1 ամիս ինքը այդ գումարը կուտի, կգան ձրիկ աշխատեն, կգնան։ Եվս այստեղ շատ հավանական է, որ գնում եք փորձաշրջան այս մեկ շաբաթը, ձեզ կանչում են։ Գումարի հետ կապված բավականին անդադ խոսեք, միգուցե ծախսերի մասին եք խոսում, քննարկում եք, սա գնեք թե ոչ, ինչ-որ մարդիկ բան բասել ձեր ֆինանսական վիճակից նաև, ինչ-որ մեկ հետ կողք լեզվակռվի մեջ մտնել նաև գումարի հետ կապված պարտք է, ինչ-որ դուք եք պարտք, իրենք են պարտքը, այդ թեմայով կողք լեզվակռվի մեջ մտնել։ Նաև ուղղակի տանը կարող եք քննարկել գումարը, ոնց որ դե գումար քիչ ծախսի, դե բա գումարը որտեղից գա, հա նման ինչ-որ գումարային թեմա շատ կլինի ձեր տանը։ Առողջության հետ կապված, եթե հիվանդը պարկած էր, ապա ոնց որ այդտեղ առաջ է գնում, այսինքն խնդիրները հետ են գնում եւ մարդը առողջանում է։ Միգուցե նաև պետք է տեղափոխել մեկ այլ տեղ բուժման նպատակով, պետք է գնանք մեկ այլ տեղ բուժման նպատակով։ Եվ պետք է ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մարդ, ովքեր մեքենա է վարում, ովքեր թեկուզ կողքը նստած եք, եւս էլի այնպես արեք, որ զգոն լինի։ Կարևորը մի վիճեք։ Ես այնքան եմ տեսնում, անգամ սերիալների մեջ դա ցույց տալիս, որ վիճում են ղեկին նստած մարդու հետ։ Ղեկին նստած մարդը պետք է կենտրոնանա միայն ղեկի եւ ճանապարհի վրա, ոչ թե ձեր ղժղժոցների։ Այդ փակեք դա, վերջ տվեք դրան։ Բոլոր 99% մեքենաների հետ կապված բախումները տեղի ունենում կողքի լրբերի պատճառով, ուրիշ ոչ ոքի։ Կողքի իրոք, եթե մարդը իրեն կարողանում է տիրապետել, ուրեմն լիրբ չի, եթե չի կարողանում տիրապետել, ուրեմն լիրբ է։ Այսքանը Համար ուշադիր եղեք այստեղ, շատ ուշադիր, թեկուզ հեռախոսով, չի կարելի խոսել և որովհետև հենց հեռախոսն ևս շեղում է մարդուն, պլյուս նրան էլ չգիտես թե հեռախոսի միջից ինչեր է ասվում, դա էլ ավելի է շեղում մարդուն, համար ևս թե թեկուզ դուք եք վարում մեքենա ևս ուշադիր եղեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 4-ից 10-ը։ Ընդհանուր ֆոնը այս շաբաթ առիթ ունենք։ Ինչ-որ մի տեղ եք գնալու, հարսանիք, ծնունդ, կնունկ, ավելի շատ եք լինելու հասարակության մեջ, ավելի շատ եք գնալու ոչ թե զվարճանքի կենտրոններ, երեխաներին կարող եք տանել զվարճանքի կենտրոններ, կամ այս շաբաթվա ընթացքում 3 օր ծնունդ ունեք, եւ պետք է մեկը մյուսից հետո գնաք։ Շատ եք լինելու հասարակության մեջ, մարդկանց մեջ, միգուցե կինո եք գնում նայելու, միգուցե այգի, միգուցե շատ եք լինում դուրսը։ Դա չնայած այս ժամանակահատվածում հրապարակում գիտեմ, որ միջոցառումներ կան եւ դուք էլ գնում եք մասնակցում, այդպես։ Չեն կարող այդ միջոցառումները այն օրերն անեին, երբ որ ես պետքա գայի։ Դե չէ բա։ Ինչի ես ներկա լինեմ, որ միջոցառումներին։ Ով ասել դա։ Լավ, տեսնենք ինչ է ձեզ սպասվում։ Ուրեմն անձնական հարաբերություններում ամեն ինչ կարգին է, ամեն ինչ լավ է։ Ընտանիքում ոչ մի բան կլինի, որ ձեզ բավականին շատ կուրախացնի։
Նաև ձեր զույգի մոտ կարող է ինչ-որ բան տեղի ունենա, որ ձեզ ուրախացնի, սա նոր ծանոթություն է ինչ-որ մեկի հետ, հենց հարսանիք է, ձեր հարսանիքն է, ձեր ընտանիքի անդամներից ոչ է մեկի հարսանիքն է, ինչ-որ առիթ է, որը եւս ձեզ կուրախացնի։ Ինչ-որ բան է լինելու ձեր անձնական կյանքում, որը ձեզ փոխի, որը այնպես անեք, որ դա այն ձեզ էներգիա է վերցնելու, որ ապրեք ավելի թեթև այս շաբաթը։ Դե միգուցե իրոք ուրախ պատրաստում եք հարսանիքի, ուրախ պատրաստում եք ծնունդի, կնքման, ինչ-որ մի բան է այստեղ շատ։ Կամ գտնվելով հասարակության մեջ, մարդկանց մեջ ձեզ նոր էներգիա է տալիս, նոր թարմություն եւ այնտեղ կողք նաեւ ծանոթանալ ինչ-որ մեկի հետ։ Եվ աշխատանքում բարձրունք կարող է լինել, այստեղ ոմանց առաջ խաղացում լինի, ոմանց կարող է նաև կողքից բիզնես եք բացում, կամ եթե բիզնես ունեք, բիզնեսն է ծաղկում, առաջ է գնում, ավելի հայտնի կարող եք դառնալ, ավելի այնպիսի մարդկանց հետ շփվեք, օրինակ եթե պատվերով եք աշխատում, կարող է նաև ոչ հայտնի մեկը ինչ-որ մի բան ձեզ պատվիրի, ձեզ մոտից, հա, ինչ-որ մի բան պատվիրի։ Մի խոսքով լավ շրջապատում կլինեք, թեկուզ աշխատանքի բերումով կարող գնալ գործուղման, կարող եք մասնակցել որոշ ֆորումների եւ հա ոնց որ ֆիրման ներկայացնեք եւ ձեր անունն է այդպես եւս առաջ գնալու այդտեղ։ Գումարը կարող է լինել երկու եկամտի աղբյուր, երկու տեղից գումար ստանաք, երկու գործ անեք, երկուսից էլ գումար գա ձեզ, երկու ինչ որ ապրանք պետք է գնեք, կարող է նույն բանից երկու այլ պետք է գնեք, օրինակ, երկու կարի մեքենա, երկու մեկ այլ բան, հա, ինչ որ բան է, որը երկու հատ կարող եք գնել։ Նաև դա կարող է լինել երկու հավասար ծախս, ինչ որ բան եք գնում, հա, կամ երկու երեխա ունեք, երկու երեխաների համար էլ այստեղ ծախսեր կարող եք անել։ Նաև դա ինչ կարող եմ ասել։ Դե ավելի շատ այստեղ երկու տեղից գումար գալ է, քան ինչ որ մի բան։ Երկու բան եք տեսել, ոնց որ ու ձեր մեջ ցեց է մտել, ուզում եք անպայման այդ երկուսն էլ գնեք հենց այս աշխատավարձին, եթե աշխատավարձով եք աշխատում։ Միայն առողջությունն է, որ պետք է հետևեք անպայման, որովհետև նա ձեզ համար խոչընդոտներ կստեղծի, այսինքն գլխացավ է, մեջքի ցավ է, ձեռքի ցավ է, ոտքի ցավ, նա ձեզ համար ոնց որ խոչընդոտ է ստեղծում, որ ինչ որ մի բան անեք։ Դա չի թողնում ինչ որ մի բան անեք։ Խանգարում է։ Դրա համար պետք է հետևեք, ինչ որ մազեր քսեք, հա, ոնց որ այդ խոչընդոտները վերացնեք։ Միայն դա է, ինչ որ հատուկ բաներ չկան, ոնց որ ֆիզիկական խնդիրներ են սրանք, միգուցե շատ աշխատելու արդյունքն է, միգուցե շատ նստելու արդյունքն է, այդպես։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Գրոպը։ Ահա, տեսնենք ինչ է սպասվում։ Կշարքների մայիսի 4-ից 10-ը։ Գլխավոր թեման տղամարդն է։ Ինքս է տղամարդու հետ հանդիպում, տղամարդու հետ շփում, տղան է գնում բանակ, տղան է բանակից գալիս, ամուսինն է գնում, ամուսինն է գալիս։ Ինչ որ մեկն է, որ սովորեցնում է ձեզ, դուք եք սովորեցնում, մենեջերն է, տնօրենն է, ինչ որ մեկն է, կամ այս շաբաթ ինչ որ իրավաբանի հետ եք կապ հաստատում եւ անընդհատ ոնց որ իր հետ եք լինելու, այդպես։ Տեսնենք, ինչ է սպասվում կշարքներին։ Այստեղ ոմանք իրոք կծանոթանան ոչ տղայի հետ, ոչ մեկի հետ կապ չունի, կին է թե տղամարդ է, եւ այստեղ ոնց որ կհասկանաք, որ այդ մարդու վրա կարելի է հույս դնել։
Ոմանք կարող է այստեղ ծանոթանում եք ավելի շատ պետական աշխատողի հետ, հեղինակավոր մարդու հետ, այնպիսի մեկի հետ, ով որ ֆինանսապես է ապահովված, ով որ կաջակցի ձեզ այս շաբաթ, ինչ որ հարցումա ձեզ օգտակար կլինի։ Նաև սա ձեր երկրորդ կեսն է, կզգաք, որ իրոք իր օգնությունը շատ կարևոր է ձեզ այս շաբաթ եւ կդիմեք իրեն օգնության համար, ինչ որ մի հարցին լուծում տալու համար նաև։ Եվ կողը ձեր երկրորդ կեսին, որից է պաշտոն են տալիս, ավելի ուժեղանում, բիզնեսն է ընդլայնվում, դուք ինքներդ հա տեսնում եք իր առաջ խաղացումը, իր առաջ գնալը, որ այդպես ինչքան է ավելի հզոր լինում եւ դուք էլ եւս ավելի եք ուրախանում։ Միգուցե պետական աշխատող է եւ ավելի է բարձրանում ինքը ձեր աչքին, հենց արդեն տեսնում եք, որ ինքը ավելի հզորացավ, հեղինակությունը կարող է բարձրանալ։ Ձեր ընտանիքը կարող են ուրիշ ձև տեսնել արդեն, որպես ամուր ընտանիք, որպես ինչ որ մի ընտանիք, որը մեկը մեկին աջակցում ու օգնում է, նման ինչ որ պահեր կարող են լինել։ Եվ աշխատանքի բերումով ոմանք կարող են գնալ գործուղման, ձեր գործերը առաջ մղեք, ձեր բիզնեսը առաջ մղեք, այն գործերը, որոնք մնացել էին այս շաբաթ կանեք, կավարտեք։ Նվազող լուսինը հենց արեք, ավարտեք այս շաբաթը։ Ամեն բոլոր գործերը, որոնք մնացել էին։ Ոմանք կողմ նոր գործ եք սկսում եւ մի տեսակ ավելի արագ եք առաջ գնում։ Ոնց որ կողը փորձաշրջանից հետո միանգամից ընդունում են աշխատանքի կամ ինչ որ պահեր են այստեղ, որ շատ արագ առաջ շարժվում ձեր աշխատանքը, ձեր դիրքերը միանգամից ոնց որ կընդունեք ձեր դիրքը եւ կհասկանան դուք ով եք, ձեր մասնագիտականը, հա, եւ առաջ կտանեն։ Նաև ձեր բիզնեսը, եթե սկսել էիք, հիմա պետք չի սկսել, եթե սկսել էիք, ապա հիանալի է, հիմա առաջ կգնա, կզգաք, որ տարբերություն կա, նվազող լուսնի ժամանակ եւս օրեր ունենք, որ էլի գործերը մարդկանց առաջ է գնում եւ այդ ժամանակը պետք է բաց չթողնել ուղակի, որտեղ լուսինը լինում է այն նույն դիրքում, որը եղել է, երբ որ աճում է, եւ դրա համար էլ մեզ օգուտ է նա բերում։ Դե մի խոսքով առաջ խաղացում, աշխատանքում, գործերում, դե ովքեր որ այնպիսի աշխատանք են անում, որ միգուցե կապված է ինչ որ տեղերի հետ, առաքման հետ, ապա կարող եք առաքել, օրինակ, առաքել Գորիս, առաքել հեռու, հա, որտեղ որ պետք է երկար գնաք ճանապարհ։ Ոմանք այստեղ կարող են փոխել աշխատանքը եւ գնալ արդեն մեկ այլ աշխատանքի, մեկ այլ ճանապարհով կարող եք նաեւ փոխել ճանապարհը։ Ստիպված լինեք փոխեք, նաև ստիպված լինեք տրանսպորտը փոխել, որովհետև ինչ որ մի, հա, պահեր կան, շատ են մարդիկ եւ չեք կարողանում ամեն անգամ գնալ աշխատանքի այդ շատ մարդկանց պատճառով։ Նաև գումարի հետ կապված, սա ինչ որ աղջկա հետ է կապված, իրեն եք գումար տալու, ինքն է ձեզ գումար տալու, նաև ինչ որ մեկ այդտեղ հետաքրքիր է։ Մեկ րոպե, էլի էսա վերադառնա։ Միգուցե դուք եք բարդ, միգուցե ինքն է բարդ, կա այդպես գումարային հարցեր կան այդ աղջկա հետ, միգուցե հաճախորդ է, գումար է փոխանցում ձեզ, կամ դուք եք ինչ-որ մի բան գնում, որից աղջկանից եւ իրան եք գումար փոխանցում, գումար եք տալու իրեն։ Այդպես ինչ-որ պահեր են, որ գումարի հետ է կապված ձեր եւ այդ աղջկա շփումը ավելի շատ։ Առողջության հետ կապված բացարձակապես ոչ մի տեսակի խնդիրներ չունեք։ Բացարձակ։ Ոչ մի տեղը, ոչ մի խնդիր չկա։ Այնպես որ առողջ եք այս շաբաթ կկարողանաք ամեն ինչ անել։ Այստեղ այս շաբաթը ինչ որ չափով առաջ գնալու կամ դիրքավորվելու ժամանակն է, թեկուզ հարաբերություններում ձեր դիրքերը ամրապնդելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 4-ից 10-ը։
Ճանապարհորդություն ոմանց։ Կարող եք ճանապարհորդել, կարող գնալ ինչ-որ մի տեղ, թեկուզ երկար ճանապարհորդություն կարող է չլինել, բայց ինչ-որ մի տեղ գնաք այս շաբաթ, գնաք, մնաք, մարդկանց ընդունեք ձեր տուն, գան, մնան ձեր տանը այս մեկ շաբաթը։ Նաև առաջ խաղացում է, տեղափոխություն է սա, նաև գործուղում է, որ կարող եք գնալ, ինչ-որ պահեր են, տեսնենք լավ, որ ոլորտը սա ցույց կտամ։ Ինչ է սպասվում կարիճներին։ Այստեղ անձնական հարաբերություններում վայցա գաղտնիք կբացահայտվի, ինչ-որ մի բան կիմանաք ձեր երկրորդ կեսի մասին, նաև եթե նոր եք շփվում, եւս իր մասին եւս ինչ-որ մի բան, կամ ինքն է ձեզ բացահայտում իր սերը, իր զգացմունքները կարող է բացահայտել, ասի ձեզ։ Հարաբերությունները կանցնեն նոր էտապ, նոր ինչ-որ մի բան կարող եք սկսել, նոր ձևով իրարից շփվեք, ավելի լրջացնեք հարաբերությունները, զաքսավորվեք նաև պայմանավորվեք այդ զաքսի վարիչի հետ եւ գնաք զաքսավորվելու համար, որպեսզի ավելի լրջացնեք ձեր հարաբերությունները։ Նաև ինչ-որ մի բան կարող եք որոշել իրար հետ եւ փոխել ձեր նոր էջից ոնց որ սկսեք։ Ինչ որ մեկն է գալիս, ուզում է հաշտվեք եւ եւս էլի սկսեք մեկը մյուսին հնարավորություն տա սկսելու ամեն ինչը նոր էջից։ Աշխատանքում է խնդիր։ Աշխատանքում խնդիր կա, կամ մարդկանց հետ, կամ աշխատանքի ներսում։ Նամ աշխատանք փնտրելուց։ Տեսնենք ինչ խնդիր է։ Ոչ է ճակատագրական քայլ կարող եք անել աշխատանքի հետ կապված։ Այստեղ կարող եք փոխել, կարող եք նաև գնալ օտար երկիր։ Եթե այդպես է, ապա եւս դա մի փոքր խնդիրներ է առաջացնում։ Այդքան հեշտ չի տրվի այդ օտար երկիր մեկնելու եւ աշխատանք գտնելու պահը, այդ րոպեին։ Այստեղ եւս դա է ցույց տալիս։ Եթե գնալու եք այնտեղ աշխատանք եք գտել օտար երկրում, եւս պետք է ամեն ինչը հաշվի առնեք։ Խնդիրներ կան այստեղ։ Խնդիրներով կարող եք գնալ տեղ հասնել կամ խնդիրներ կան այնտեղ աշխատանքը գտնելու համար։ Շատերը կան իրոք դրսում աշխատանք են փնտրում, բայց դա այդքան էլ հեշտ չէ։ Բացարձակապես հեշտ չէ։ Այնպես չի, որ ես չեմ ուզում, բացարձակապես հեշտ չէ։ Եվ օտար երկրացիների հետ աշխատելը, եւ գտնելը, որովհետև անգամ այնտեղ ներսում գտնվողները շատ դժվարությամբ են աշխատանք գտնում։ Սրանք այնպիսի մարդիկ են, որ իրանց մարդկանց են մենակ աշխատանքի ընդունում։ Շատը 90% տեղ են տալիս իրանց մարդկանց։ Դա մայլ, որ ինչ-որ մեկը ուզում է հատուկ նպատակով գնա մեկ այլ երկիր աշխատելու, բացառվում է դա։ Բացառվում է, առանց թուղթ, առանց հնարավորություն, այդպես աշխատանքը վերջացավ, դες այդպես դուրս կանեն, որ հետ գնաք։ Եվ նաև այստեղ կարող ճակատագրական իրոք ինչ-որ քայլ անել աշխատանքի հետ կապված։ Իրոք պետք է եւս այստեղ զգուշնել, որովհետեւ կարող եք մտածել, որ վայ, այսպես անեմ դուրս գամ կամ ինչ-որ մի բան անեմ, հետո լավ կլինի, բայց ինչ-որ խնդիր լինի։ Խնդիրներ կան։ Ուրիշ բան եք ցանկանում, ուրիշ ձև եք ցանկանում, որ այդ աշխատատեղը լիներ, բայց տեսնում եք, որ ուրիշ ձև է, այն չի ինչպես որ դուք եք պատկերացնում, որ այդտեղ այդ աշխատանքի վայրում այդպես լավ կլինի։ Գուցե խոստացել էին ձեզ։ Նամար երկար մտածեք, լավ ուսումնասիրեք, եթե ձեզ ինչ-որ աշխատանք կխոստանան։ Սա նաև մի բան կասեմ, այստեղ կարող եք նաև ձեր հեղինակության վրա ազդել, ինչ-որ սխալ մի բան անելու համար։ Կարող են խոսել, կարող են բամբասել, կարող են այնպես անել, որ ձեզ մոտ խոչընդոտներ առաջանա, ներսի աշխատողները, որպեսզի դուք խնդիր ունենաք եւ դա ազդի ձեր հեղինակության վրա։ Ֆինանսական առումով կստանաք գումար, միգուցե վարկ եք ուզում ձևակերպել, վարկը կտան, միգուցե մեկ այլ հարցեր կային գումարի հետ կապված, ուզում եք աշխատավարձը բարձրանալ։ Եվս այստեղ հնարավոր է բարձրանա, բայց եթե ուզում եք այդ նույն աշխատավարձը, որ աշխատում եք, մի փոքր այստեղ դժվար կլինի, բայց ի վերջո կբարձրացնեն։
դժվար կարող է ոնց որ լեզու գտնեք այդ հարցում, հա, որ շատ արագ ձեր աշխատավարձը բարձրացնեն, ձեզ շատ գումար տան։ Նաև գումար կարող եք ծախսել օտար երկրի տեղափոխվելու, օտար երկիր ուղարկելու համար, նաև ձեզ համար, անձամբ ձեզ, որ դուք լավը զգաք, դուք ձեր տեսքի համար, որ դուք այսպես փայլեք, նրա համար կարող եք գումարներ շատ ծախսել։ Գումար միայն այդպես գնում։ Եվ եթե դրսում բարեկամ ունեք, հնարավոր է նաև գումար է փոխանցում ձեզ դրսից։ Առողջության հետ կապված ոչ մի խնդիր չկա, եթե անալիզ եք հանձնել, ապա անալիզների պատասխանները կգան, կստանաք այդ պատասխանները։ Եթե ոչ, ապա այստեղ ինչ-որ խնդիր չկա։ Թեկուզ ավելի աշխույժ կլինեք, եթե ինչ-որ խնդիր էլ կա, թեկուզ եթե որ մարդը ունի ուղղակի այնպես խնդիր, որ չի բուժվում կամ եւ այլն, ապա այս շաբաթ ամենայն դեպս շատ ավելի ձեզ աշխույժ կզգաք, ավելի լավ կզգաք, քան նախորդ շաբաթ։ Այսքանը ձեզ համար, միայն աշխատանքն է, որ այստեղ ինչ-որ զգուշացում կար, ինչ-որ զգուշացում ամեն մեկի մոտ մի բան կարող է լինել, ուշադիր եղեք աշխատանքի մեջ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնենք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 4-ից 10-ը։ Ընդհանուր ֆոնը ուսումն է, կամ ուսմամբ կզբաղվեք, կամ ձեր, կամ ձեր երեխաներին կհետևեք, որպեսզի ավելի լավ սովորեն, կամ քննություններին պատրաստվեն։ Նաև դա գաղտնիք է, որը կբացահայտվի այս շաբաթվա ընթացքում, ինչ-որ մի բան կիմանաք, ձեզ համար շատ կարևոր, միգուցե ընտանիքի համար շատ կարևոր։ Դե գաղտնիքը նաև օրինակ, երեխայի սերը կարող է լինել, ինչ-որ մեկը ձեզ սիրո խոստովանություն անի, կամ ինչ-որ մի բան է, որ իմանաք։ Ոմանք նաև կարող են փոխել իրենց կյանքի գրքի էջը եւ ապրեք արդեն ուրիշ ձև, նորովի։ Նոր բաներ անեք, նոր ձևով։ Որոշեք, որ վերջ այս շաբաթը սպորտով եք զբաղվելու, օրինակի համար եմ այդպես ասում, միշտ չէ այդպես է, երկուշաբթիովանից մարդ բոլորը սկսում են երկուշաբթիովանից, բայց դեռ ոչ ոք չի սկսել։ Եվ սա նաև զաքսավորում է, կարող եք գնալ դիմել զաքսավորման համար։ Նա նաև փաստաթղթերի ստորագրում է, որ կարող եք ստորագրել, շատ կարևոր փաստաթղթեր են, պետական բիզնես եք բացում եւ այնտեղ այդ գործերով եք զբաղված։ Տեսնենք ինչ է սպասվում աղեղնավորներին։ Այստեղ ընտանիքին ժամանակ հատկացրեք։ Միգուցե աշխատանք եք փնտրում, միգուցե մեկ այլ հարց է։ Գուցե աշխատանքում ավելի շատ եք բորբոքվում, բարկանում, հետո գալիս եք խոսում եք ընտանիքի հետ, կամ չեք խոսում, կամ անընդհատ աշխատանքից եք խոսում եւ ընտանիքը մնում է այստեղ ընտանիքին հստակ ժամանակ է պետք հատկացնել։ Շատ քիչ եք ժամանակ վատնում ընտանիքի անդամների հետ։ Նաեւ դա կարող է լինել ձեր երկրորդ կեսի հետ, ձեր երեխաների հետ։ Նոր ծանոթություն կարող է լինել եւ այդ նոր ծանոթության ժամանակ եւս ավելի քիչ լինի, շփումը, ավելի շատ աշխատանքին տրամադրեք այս շաբաթ, քան գնաք ժամադրության։ Նաեւ կարող եք ավելի շատ պայմանավորվել ձեր եւ ընտանիքի անդամների հետ, եւ երկրորդ կեսի հետ, ավելի ոնց որ ժամ պայմանավորվեք, այս ժամին այստեղ լինենք, այս ժամին այստեղ լինենք, այդպես ոնց որ ավելի շատ դրսում կարող եք իրար տեսնել կամ նման ինչ-որ պահեր են։ Բայց եւս հա, սա ասում է, որ իրոք ժամանակ հատկացրեք, ժամանակ տրամադրեք ձեր ընտանիքին։ Ոմանք, ովքեր որ դեռ նոր են ծանոթացել,
Այս շաբաթ կարող նաև ծանոթանալ ավելի շատ ժամանակը կվատնեք իրենց վրա։ Այս դեպքում արդեն ոնց որ շփումը, նամակ եւ այլն, հա, ոնց որ անընդհատ իրանց հետ կլինեք այս շաբաթը։ Աշխատանքը բարգացնում է, կամ աշխատանքը կամ աշխատանքի վայրը, այնտեղ մարդիկ կարող բավականին լարվել, կարող բավականին բարկանալ այնտեղ մարդկանց վրա, ընդհանուր աշխատանքի, աշխատատեղի, ոճի, ձևի հետ կապված։ Շատ են խոսակցությունները, բամբասանքները, լեզվակռիվները, դա ձեզ դուր չի գալիս այնտեղ աշխատանքի վայրում, կամ եթե նոր եք ընդունվել, կամ նոր կընդունվեք, հա, ոնց որ մի տեսակ դեռ մարդիկ ժամանակ է պետք, որ ձեզ ընդունեն, դեռ կարծես թե այդպես հարազատի նման չեն ընդունում, դա համար այդպես է։ Դա նաև աշխատանքի փնտրտուք է, դժվարանում եք աշխատանք գտնել եւ այդ մասին եք խոսում, այդ բարկանում եք, որ չեն ընդունում, ինչ որ տարիքային սահմանափակումներ են դնում, այդ առումներով այդ կարող եք բորբոքվել եւ անդադ ոնց որ խոսել ինչ որ մեկի հետ, քննարկել, քննադատել այդպես։ Գումարի հետ կապված մի տեսակ ավելի ուրիշ ձև կսկսեք տնօրինել գումարը ավելի հաշվարկված, ավելի ճիշտ, ավելի կարևոր բաների վրա, նաև կարող ավելի շատ գտնվել ձեր շրջապատող մարդկանց հետ եւ իրենց վրա գումարը շատ ծախսել, եթե այդպես վերցնենք, իրանց հետ շփման, իրանց հետ այստեղ այնտեղ գնալու համար գումար շատ ծախսեք։ Նաև սա գումարը կամ աշխատավարձը բարձրանում է, աշխատավարձ կամ բոնուս եք ստանում կամ աշխատավարձը բարձրանում է այս ամիս, կամ եթե բարձր աշխատավարձով աշխատանք կարող եք գտնել։ Գիտեք, այստեղ այս պահն է բարձր աշխատավարձը, բայց աշխատակիցներն ու աշխատանքի ընդհանուր բուն որակը ձեզ բարկացնում են, ոնց որ նյարդայնանում եք նիստուկացից, դիրքից, ինչ որ մի բան, որ այնպես չէ։ Եվ կարող եք գիտեք գումար վաստակելը այս շաբաթ, եթե օրինակ աշխատանք չեք գտել, աշխատանք չունեք, գումար վաստակելը այս շաբաթ ոնց որ կլինի ձեր կյանքի նպատակը, ոնց որ կփորձեք ինչ որ բաներ կանեք, որպեսզի կարողանաք գտնել ինչ որ եկամտի աղբյուր։ Առողջությունը հիանալի է, բացարձակապես առողջության վրա չի ազդում, թեկուզ ձեր լարված վիճակը, եթե դուք լարվում եք, թեկուզ աշխատանք փնտրելուց, թեկուզ աշխատանքի վայրում, եթե խնդիրներ կան։ Միևնույն է, առողջությունը պոպոքի նման պատրաստ եք, թեկուզ այնտեղ մարդկանց ծեծելու, եթե ինչ որ մեկը մի բան կասի ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մայիսի 4-ից 10-ը։ Այդ եղջյուրները կփայլեն աստղի նման, այս շաբաթ ինչ-որ մի բան տեղի կունենա, նաև ճակատագրական որևէ մի բան տեղի կունենա ձեզ հետ, ձեր ցանկությունները կիրականանան, նաև այս շաբաթ կարող ցանկանաք ինչ-որ նոր նպատակներ կունենաք եւ այդպես ոնց որ ցանկություն կպահեք ավելի շատ։ Կապը այս շաբաթ առաստված ավելի շատ է եւ ավելի շատ խնդրեք, ավելի շատ դիմեք ձեր ցանկությունների համար։ Տեսնենք, գուցե ինչ-որ ոլորտ է ցույց տալիս, նաև կապ կարող է լինել օտար երկրացիների հետ, օտար երկրում կարող եք բնակվել կամ ծանոթություն այնտեղ օտար երկրացու կամ օտար երկրում ապրողի հետ, նաև եթե օտար երկրում մարդ ունեք, ապա այնտեղից կարող եք նորություններ լսել կամ կանչեն ձեզ իրանց մոտ։ Տեսնենք անձնական կյանքը։ Այստեղ անձնական կյանքում նոր հարաբերություններ, նոր սկիզբ, նոր հնարավորություն հարաբերություններում, նոր ծանոթություն, հղիություն, ծննդաբերություն, նոր սկսվող այսպես նոր են, որ նոր կծանոթանաք այս շաբաթ ինչ-որ մեկի հետ, դեռ կարող է այդպես, հա, ոնց որ ընկերներ, այդպես լինի շփումը։ Եթե հարաբերությունը պետք է վերականգնեք եւս, հա,
ինչ որ մի բան նոր եք սկսում, նոր է, նոր փուլ է, նոր էտապ է։ Ընտանիքում կարող եք ընտանիքում որոշել ինչ-որ բիզնես հիմնել, ինչ-որ մի բան ստեղծել, անձնական ձեզ համար, որը կզբաղվեք բոլորով, ընտանիքով, ընտանիքի անդամներով, բոլորին ոնց որ կմտցնեք այդ գործի մեջ։ Նաև դե ինչ-որ մի բան է, որը նոր է սկսվում, նոր մի բան է։ Կարող է ձեր երեխաների մոտ է նոր մի բան սկսում, որտեղ սա դե ընտանիքն է, բացի մարդու անձնական կյանքը, նաև մարդու ընտանիքն է սա։ Եվ ընտանիքի անդամների մոտ կարող է նոր մի բան սկսվի, իմանաք, որ ձեր երեխան ինչ-որ մեկի հետ է շփվում, նոր է ծանոթացել, նոր այդպես հարաբերություններ առաջ են գնում։ Աշխատանքի հետ կապված ոմանք կարող են պայմանագիր կնքել, ոմանք ինչ-որ ձեր ռեզյումեները տանեք, բաժանեք, տակ, այստեղ, այնտեղ, նաև ինչ-որ մի բան կստանաք, այնտեղից ինչ-որ մի պատասխան կարող եք ստանալ։ Ոմանց կարող է կանչեն աշխատանքի ինչ-որ նամակի միջոցով կամ ինչ-որ հարցազրույցի օր ասեն, այդպես նամակի միջոցով ստանաք դա։ Այստեղ փաստաթուղթ է, որը կարող եք ստորագրել։ Դա կարող է լինել հենց պայմանագիրը։ Բացի դա ինչ-որ եթե ռեզյումե եք տվել, ոնց որ պատասխան է, ինչ-որ մի բան կարող եք ստանալ։ Դա այստեղ արդեն չեմ կարող ասել։ Ինչ են գրում մեջը։ Նաև սա եթե բիզնես է, կարող եք բիզնես բացել այս շաբաթ եւ անդադ ոնց որ զբաղվել եք թղթաբանությամբ, բայց ոնց որ բիզնեսին նվիրված։ Նաև դա բիզնեսում ինչ-որ մի բան ստորագրել է, պայմանագիր կնքել է բիզնես գործընկերոջ հետ։ Գումարի հետ կապված նայեք այստեղ եւս, նույն քարտեն են ընկել, դա նշանակում է, որ մեծ գումար կարող է գալ ձեզ մոտ, օտար երկրից կարող է գումար գալ ձեզ մոտ, դուք ուղարկեք օտար երկիր գումար, գումարային առումով սա ոնց որ փայլում է, մարդը գումար ունի, խնդիր չկա, ոնց որ ուրիշ ձև է եք, ձեր քմահաճույքների վրա կարող եք գումար ծախսել, այդպես ձեր փայլելու վրա, գուցե հագուստի, գուցե ինչ-որ մեկ այլ բաների, որը որ ձեզ ավելի կփայլացնի այդպես։ Դա ձեր ցանկությունները կիրականանան, եթե ինչ-որ մի խնդիր կար գումարի հետ կապված, ապա ոնց որ այդ ձեր ցանկությունները կիրականանան այնպես կլինի, ինչպես որ դուք եք ուզում։ Եվ առողջության հետ կապված բացարձակապես ոչ մի խնդիր չկա, եթե կա էլ, ապա դա վերաբերվում է ձեր ընտանիքի անդամներին, ոչ թե ձեզ։ Կարող ընտանիքում ոչ մեկը հիվանդ է, բայց դա անձամբ ձեզ չի վերաբերվում։ Եթե դուք եք, ապա կարող մեկ շաբաթ տանը պարկում եք, եթե այդպես է, եթե իրոք հիվանդ եք։ Տեսակ կասկածում եմ, չգիտեմ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին, տեսնենք ինչ է սպասվում ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 4-ից 10։ Սեր, նոր սեր, շատ սեր, 4 կողմից սեր, հարևաններից սեր, բարեկամներից սեր, պես որ կարող եք զարմանալ անգամ այդքան սեր ստանաք։ Նոր սեր, նոր հարաբերություններ, սիրո խոստովանություն, ընտանիքում ամեն ինչ կարգին է, մեկը մյուսի հանդեպ սիրով կլինի։ Դուք եւս, եթե աշխատում եք եւ աշխատանքի վայրում եւս ինչ-որ խնդիրներ կան, ապա եւս դա նշանակում է, որ այստեղ ավելի սիրով կլինեք այս շաբաթ, առանց բայց խնդրի մեկը մյուսի հանդեպ։ Տեսնենք, սիրտը լավ բան է։ Սիրո թեման է ձեզ մոտ այստեղ։ Եվ տեսնենք, սիրո թեմայում ինչ կա։ Ինչ է սպասվում ջրհոսներին։ Նոր ծանոթություն այսօր։ Ինչ-որ բաներ չկան։ Այստեղ նոր սեր, նոր ծանոթություն, հնարավոր է նաև ձեր աղջիկն է գալիս, դուք եք գնում ձեր աղջիկա մոտ, այդպես սիրված եք, այդպես մեկը վաղուց չեք տեսել իրար։
Նաև ձեր մայրը կարող է լինել, ձեր երեխան, ինչ որ մեկն է, որ կուրախացնի ձեզ, ընտանիքի նոր անդամ, որ ձեր երեխան սիրահարվել է, գալիս է ձեզ պատմում է, որ դա է սիրային թեման, եւ անդադ ոնց որ իրար հետ քննարկում եք այդ պահերը, որ ինչպիսի տղա է կամ ինչպիսի աղջիկ է։ Եվ գա ինչ-որ մեկը մնա ձեր տանը, բարեկամներից մեկը կարող է գալ եւ մնալ ձեր տանը, կամ ձեր աղջիկը, դուք գնաք ձեր աղջիկա մոտ, կամ ինքը գա ձեզ մոտ մնա մեկ շաբաթ։ Ընկերուհին կարող է գալ մնալ ձեր տանը, եթե դուք ծնողների հետ եք ապրում, հա, կարող է նաեւ այդպես գա մնա ձեր տանը։ Եվ բացի այն, որ նոր ծանոթություն է բնականաբար։ Եվ աշխատանքի բերումով ոմանք պայմանագիր կկնքեն, ոմանք ինչ-որ այս մեկ շաբաթը անընդհատ նույն բանը կանեն, նույն գործողությունը, գուցե պատվեր եք վերցրել մի բանից մի քանի հատ, նաև գործարք կարող եք կնքել բիզնեսի հետ կապված, աշխատանքի վայրում կարող է ինչ-որ մեկ ամուսնանա կամ դուք եք ամուսնանում եւ դիմում եք աշխատանքի վայր, որ ինչ-որ ժամանակ չգնաք, ազատեն ձեզ, հա, ինչ-որ այդ աշխատանքային պարտականությունից այդ մի քանի օրը, բայց ավելի շատ ոնց որ հստակ ֆինանսական, հստակ աշխատանքային ինչ-որ պայմանագիր է, ոմանք իրոք այստեղ աշխատանքի կընդունվեն, կամ եթե հաճախորդ է, այդպես հաճախորդի հետ կարող եք ինչ-որ բան պայմանավորվել եւ կնքել ինչ-որ պայմանագիր։ Գումարային առումով ինչ-որ մի եկամտի աղբյուր կարող եք կտրել գցել հիմքից, դա կարող է ձեզ գումար չէր բերում, ավելի շատ դուք եք եւ էներգիա եք ծախսում եւ գումար եք ներդնում դրա վրա, բայց նա ձեզ ոչինչ չէր բերում եւ կարող եք այդ դա հանել։ Դա նաեւ կտրուկ ծախս է, կարող եք ծախս անել, մեծ ծախս անել, կամ անսպասելի գումար գա, որ դուք էլ չեք սպասում, այդքան գումար կարող է գալ, կամ վարկը ձևակերպեն, որ զարմանալի է ձեզ համար։ Ուշադիր եղեք նաև ձեր գումարներին, անպայման ձեզ հետ ման տվեք եւ պաշտպանված իհարկե մի ցույց տվեք գումարը դրսում եւ նաեւ դա կտրուկ փոփոխություն ձեր ֆինանսական վիճակում։ Այս դեպքում արդեն չեմ կարող ասել լավ թե վատ։ Դուք ինքներդ եք անում այդ քայլը։ Ինչ-որ փոփոխություն եք մտցնում, նաև դե կարող է օրինակ շատ եք ծախսում եւ հիմա ինչ-որ փոփոխություն եք մտցնում, ասում եք վերջ, այսինքն հանում եմ արդեն։ Հիմքից հանում եք եւ այլևս չեք դրանք ոնց որ անիմաստ ծախսեր են եւ դրանք հիմքից հանում եք, այլևս որ չեք անի այդ ծախսերը։ Առողջության հետ կապված դուք այստեղ ձեզ մոտ խնդիր չկա, կամ եթե դուք եք հիվանդ մեկ շաբաթ կարող եք պարկել տանը, եթե ոչ, ապա տան անդամներն են, որոնց որ պետք է խնամեք այս շաբաթ, իրենց պետք է տիրություն անեք։ Իրենց մոտ է առողջության հետ կապված հարցը, ոչ թե ձեր։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 4-ից 10-ը։ Երեխաներ, նոր ինչ-որ մի բան, նոր գործ, նոր հնարավորություններ, նոր ծանոթություն, նոր ինչ-որ մի բան է լինելու ձեզ մոտ, նոր փոքր, այդպես կամ սկսվող հարաբերություններ են, նոր ինչ-որ մի փոքր մի բան է։ Ոմանք կարող են նաև նոր բիզնես սկսել, նոր ինչ-որ բաներ բացեք, խանութ բացեք, մանկական ինչ-որ, այստեղ նաև հղիություն է ոմանց մոտ, ծննդաբերություն է ոմանց մոտ, ոմանք ինչ-որ մանկական ինչ-որ բաներ կարող են անել, գործել, կարել, ինչ-որ մի բան այդպես վաճառել։ Նոր ինչ-որ բան է, հա, որը մտնում է ձեր կյանք այս շաբաթ։ Ճիշտ է, նորալուսինը չի, բայց ամենայն դեպս ինչ-որ նոր բան է մտնում։ Տեսնենք ինչ է սպասվում ձկներին այս շաբաթ։ Բաներ, նոր
կաչագարներ են մտնում ձեր կյանքը, նոր այդտեղ երկեսանի, խորամանկ, իրոք հավաքել եք բոլորին ձեզ մոտ, երկեսանի մարդիկ կան այստեղ, եթե նոր մարդ է մտնում, մի քիչ զգուշ եղեք, որովհետև երկերեսանի է, ինչ-որ բանի համար է եկել, կամ նոր կողե հարևան է եկել և անդադ քիթը մտցնում է ձեր տուն, եվս այն երկերեսանի է, մի քիչ ուշադիր եղեք և այդպես մի անգամի դռները մի բացեք իր առջև, նոր բան է ձեզ մոտ մտնում և նորն էլ մի փոքր այստեղ անձնականում իրոք և աշխատանքում եվս պետք է զգուշանալ, այդպես առատաձեռն մի եղեք, մի բացեք ձեր թևերը բոլորի առջև նաև դե այստեղ նոր ծանոթությունն է միայն, որ խնդիրները, եթե զույգերը կողը մեկը մյուսի նկատմամբ ևս այդպես լինել, ինչ-որ մի բան կողեք տարօրինակ զգալ, դե հիմա ընտանիք է, ընտանիքի անդամները կողը մեկը մյուսի հանդեպ այդպես լինեն, ինչ-որ մի բան ձեզ չասեն, ինչ-որ մի բան չիմանաք, այդպես դա լինի, երկերեսանիությունը հարաբերություններում, անձնական կյանքում, ինչ-որ մեկը կարող է հայտնվել, ընկերուհի կարող է հայտնվել, ինչ-որ մեկը, որ էլի լավ նպատակով չի եկել ձեր տուն, գուցե իրոք ուզում է խառնի ձեր տունը, դրա համար է մտել, աշխատանքի վայրում ևս, եթե հատկապես նոր աշխատանքի է, այստեղ մի վստահեք, որտև խորամանկ մարդիկ կան, կարող են գալ, հարցեր տալ, որտեղից ես, ինչ ես արել, և այլն, և հետո տանեն բոլորին տարածեն, այդպես մի արեք դա, մի խոսեք, եթե նոր է, նոր տեղ է, բայց և չի բացառվում, որտեղ որ աշխատում եք ևս էլի խորամանկ մարդիկ կան, և ձեզ համար խնդիրներ են փորձում ստեղծել, բացի դա էլ եթե դուք եք ուզում բիզնես բացել, աշխատանք եք փնտրում, ապա այստեղ ձեր խորամանկությունն է պետք, որ աշխատանք գտնեք, բիզնես բացեք, այդ բիզնեսը կարողանաք առաջ տանել, այդպես դուք պետք է լինեք ավելի շատ խորամանկ, քան դիմացինն է խորամանկ, դե ովքեր որ աշխատում են լավ գիտեն իրենց շրջապատում ովքեր կան, բնականաբար ինձանից էլ լավ գիտեք, որ նման մարդիկ, այսպես թե այնպես կան, բայց դուք ինքն էլ լավ գիտեք, որ ձեր կողքում կան արդյոք այդ մարդիկ, թե ոչ խաբեբաներ կարող են լինեն նաև ձեզ առաջարկեն կամ խոստանան աշխատանք, բայց չկան, խոստանան ինչ-որ պաշտոն, բայց էլի չկան, նման մարդիկ ևս կարող են լինել, կամ իրար հետ փորձեք բիզնես բացել, խաբեն փախնեն, այդպես, դա ևս հնարավոր է, համար նոր մարդկանց, նոր ինչ-որ բան մի շատ զգուշ եղեք, այստեղ նոր եկամտի աղբյուր է, եթե այստեղ տեսնում ենք, ավելի շատ դա վերաբերվում է ոնց որ նոր եկամտի աղբյուրին, գուցե կողքից ինչ-որ գործեր եք անում, դա ևս բերում է ձեզ նոր եկամուտ, նաև գումարը կարող եք ծախսել երեխաների վրա, հեսա դպրոցը ավարտում են, միգուցե այն դպրոցական երեխաներ ունեք, իրենց վրա եք գումարը ծախսում, լավ նկատեցի հեռախոսս էր ուզում անջատվեր, նաև իրանց վրա ոնց որ իրենց ծախսեր, իրենց այդ վերջին զանգ և այլն դրա վրա, երեխաների ծախսեր, հագուստ, դա կարող է լինել, եթե հղիություն է, ծննդաբերություն է, այդ թեմայով կարող է լինել նաև ևս ծախս, երեխաները կարող են գումար ուղարկել ձեզ, դուք ուղարկեք գումար ձեր երեխաներին, Իմենայն դեպս նոր եկամտի աղբյուր է սա, նոր ինչ-որ բան է, և առողջությունը բացարձակապես ես այստեղ խնդիր չեմ տեսնում, միայն եթե շատ կլինեք մարդկանց միջև, դա կարող է, օրինակ, ինչ-որ մի ձևով վարակ բերել, գրիպ և այլն, այդպես ինչ-որ բաներ, թե չէ ինչ-որ հատուկ մեծ խնդիրներ այստեղ չկա, ձեզ մոտ առողջական, իրոք պետք է շատ զգուշ լինեք այստեղ և անձնական հարաբերություններում և աշխատանքում այստեղ ինչ-որ պահեր են, որոնք որ այդքան էլ լավը չեն այս շաբաթ, զգոն պետք է լինեք, այդպես անընդհատ, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում,